2 տարի առաջ Բաքուն այս շոուն կոչել էր բնապահպանական ակցիա, ձեռքում խեղդում էր աղավնին, փողոցի կենտրոնում խարույկ վառում ու գոռում «Պահպանել բնությունը»։ Այդ կեղծ բնապահպանները պահանջում էին դադարեցնել Մարտակերտի շրջանի Կաշենի հանքավայրի շահագործումը, որն իբր վտանգում էր տարածաշրջանի բնությունը։ Բնապահպանական խնդիր այնտեղ չի եղել ավել քան այն ամենալավ հանքավայրերում, որոնք որ օրինակ են բերում աշխարհում։ Շատ լավ կազմակերպված արտադրություն ա եղել, թե բացահանքում, որտեղից որ կոզվել է հանքաքարը, եւ թե արդեն իրենց ֆաբրիկայում, որտեղ որ ստանում են խտանյութ։ Միջազգային ստանդարտներին համապատասխան շահագործվող հանքավայրի աշխատանքը դադարեցնելու կոչերը քաղաքական նպատակ էին հետապնդում։ Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի խոսքով, նախքան Արցախի բռնազավթումը, Փաշինյանը Բաքվի հետ պայմանավորվել էր հանքը հանձնելու հարցում։ Նրանց պետք էր կանգնեցնել հանքի շահագործումը, որովհետև նրանք արդեն ունեին պայմանավորվածություն Փաշինյանի հետ, որ Փաշինյանը վաճառելու է, նվիրելու է, հանձնելու է, դավաճանելու է Արցախը, եւ նրանց պետք է կանգնեցնել հանքահանությունը, որովհետև ինչքան քիչ հայկական կողմը հանքը շահագործել, այնքան շատ Բաքվին կմնար։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մեկնարկած կեղծ ակցիայից մոտ 2 տարի անց Բաքուն խոսում է այդ նույն հանքը շահագործելու պատրաստակամության մասին։ Այս պահին անգլո-ասիական հանքարդյունաբերության ընկերությունը շարունակում է գնահատել իր Դեմիրլի հանքարդյունաբերական ակտիվը, որը հասանելի է դարձել 2024 թվականին։ Ընկերությունը նախատեսում է վերականգնել արտադրական գործունեությունը տվյալ հանքավայրում մինչև 2025 թվականի ավարտը։ Բնապահպանական խնդիր այլևս չկա, թե շոուն ավարտելու հիմնական գործին են անցել։ Նրանք ունեին նպատակ, եւ այդ նպատակին հասնելու ճանապարհին նրանք օգտագործել են բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում օգտագործելով այդ պահին ակտուալ բնապահպանական օրակարգը։ Հանքերով հարուստ է Արցախը։ Միայն Մարտակերտի շրջանում 2 խոշոր Դրեմբոնի ու Կաշենի հանքերից բացի կար եւս 2 միջին չափի դեռ չշահագործված հանք։ Դրական արդյունքի էին հանգել նաև Հադրութում կատարված պեղումները, հայտնաբերվել էին ոսկու եւ պղնձի պաշարներ։ Մոտավորապես նախնական գնահատմամբ, որը բնականաբար հնարավորություն ունի աճելու, մոտավորապես 350,000 տոննա պղնձի մասին է խոսքը, բայց իր պոտենցիալը 500 եւ ավելի 1000 տոննայի մասին կարա խոսք գնա։ Բաքուն բնապահպանական խնդիրների պատրվակով գրավեց Արցախն ու սկսում է Արցախի հանքերի շահագործումը։ Ադրբեջանագետը ծանոթ ձեռագիր է տեսնում։ Մինչև 2018 թվականի հեղափոխությունը Հայաստանում բնապահպանական ակցիաները գրեթե չէին դադարում ամուլսարի շահագործումը դադարեցնելու համար։ Այն մարդիկ, որոնք պահանջում էին կանգնացնել ամուլսարի շահագործումը, եկան իշխանության եւ այսօր նրանք արդեն հպարտ մեզ հայտարարում են, որ հանքը շահագործվելու է եւ շները հաչում են, իսկ հարևանը առաջ է գնում։ Հանքին կա այլընտրանք, պարզապես այդ այլընտրանքը դիտավորյալ անտեսվում է։ Հանքը ունի հեռանկար, հնարավորություն տանք, որպեսզի ամուլսարի հանքը շահագործվի։ Բաքվի համար բնապահպաններն ու բնապահպանական խնդիրները գործիք էին քաղաքական օրակարգն առաջ տանելու համար։ Իրական նպատակը Արցախի տնտեսական պաշարների յուրացումն էր։ Բնապահպանական կեղծ նարատիվն արդեն անցյալում է, իսկ Արցախի Կաշենի հանքը շահագործելու են բրիտանական ընկերության միջոցով։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։